Գիտեք, իմ կնոջը միշտ ասել եմ, որ ես քեզ փոքր բաների մեջ երբեք չեմ խաբի։ Մեծ բաներում կարող եմ խաբեմ։ Լավ, էլ ինչ եք ասում։ Այո։ Փոքր բաներն ու մեծ բաներն էլ հարաբերական չեն։ Ինձ համար ես ունեմ այդ բանը, ջրբաժանը ունեմ, որն է փոքր, որն է մեծ։ Ես բժիշկ լինելով հասկանում եմ, որ ոչ ամեն բանն է հնարավոր կամ դրական տեղափոխել մեկ ուրիշին։ Այսինքն այն բարի սուտը, հա, ոնց սպիտակ սուտը։ Բարի սուտ չի, չէ, սուտ չկա։ Կարելի ասել ամբողջ ճշմարտությունը եւ կարելի ասել ճշմարտության կեսը։ Այդ դեպքում։ Դիտակետից երևի։ Այո, իհարկե, որովհետեւ ես ունեմ համապատասխան տենց լեկցիա ունեմ, որը կոչվում է ինչպես հաղորդել վատ լուրը։ Դա մեթոդաբանություն է։ Ոնց որ ձեզ մոտ սովորացնում են ինչպես վարել հաղորդումը, չէ՞։ Դա տեղեկատվության տեսակետից մենք էլ ունենք տեխնիկաներ։ Դա մեթոդաբանություն է, որը բժիշկներին շատ ուշադիր լսում են, որովհետև բոլորին հետաքրքիր է, թե դե մարդիկ կան հաղորդում են ոնց որ կա։ Մի հարց էլ, որ առողջ ծերության կամ առողջ կյանքին չի կապված, բայց այնուամենայնիվ ձեր ասածի հետ մարդուն չցավեցնելու համար խաբելը ձեր այս տեսության տեսակետից արդյոք ընդունելի է։ Մարդուն խաբել, պահել կեղծիքի մեջ, որովհետև ճշմարտությունը ցավ կը։ Շատ անձնական է, տարբերվում են մարդիկ։ Օրինակ ես չեմ ուզենա, ես մինչև վերջ ուզում եմ իմանամ այն ինչ որ կա, բայց մարդիկ կան, որոնք անպաշտպան են այդ ամբողջին եւ չեն կարող տանել այդ ամբողջը։ Այդ իրանց համար հավասար է ծանր իրավիճակի, այնտեղ պետքա զգուշ լինել։ Գերադասելի է խաբված լինելը։ Ֆորմուլան այսպեսին է, անձնական պետք է իմանամ։ Հիմա ես ձեզ իմանալով, ես կարամ ասեմ, որ ձեզ անկես կարամ ասեմ, մինչև վերջ ինչ որ կա, ես դες արդեն ջոկեցի ոնց որ ասում, ընկալեց, բայց մարդիկ կան մի քանի դաղադասությունից հետո զգում ես, որ բանը։ Ես տենց դեպք ունեցել եմ, երբ որ հիվանդին մինչև վերջ չեմ ասել, բայց հիվանդը գնալով ոչ թե լավանում է, վատանում է։ Հիվանդի ամուսին ասում է բժիշկ, բա դու տեղյակ չի ամուսինը, որովհետև տղան ասել է ոչ մեկին չասեք, մենակ ինձ ասեք, բայց այդ մարդը տեղյակ չի։ Դե հիմա տեսեք ինչա դուս գալի։ Հիվանդներ կան իմանալով ուժ են վերցնում, ոտքի են կանում, հիվանդներ կան։ Չէ, ոնց ասեմ ձեզ, ուժի հարցը չի ստեղ։ Իրանք կարևորում են իրենց գործողությունները ու իրենց ծրագիրը, որ ինչպես անեն։ Ես ավելի շատ տենց եմ մտածում։ Ես չեմ ասում նրա համար, որ ինչ որ խափեմ, չէ։ Ես շատ անգամ չեմ ասում նրա համար, որ չվնասեմ, որպես բժշկության հիմնական օրենք։ Հենց այդպես էլ ասացիք, այդ կարևորն է։ Որոշ դեպքերում Արյունին գանք, ես մասնագիտական հարցեր տալու իսկականից հնարավորություն չունեմ, որտեղ մասնագետ չեմ։ Չէ, բայց ես չեմ կարող մասնագիտական, բայց արյունը որպես պրիմիտիվ հարցը տվեք ամեն։ Դե այդ հենց այդպես էլ ուզում ասեմ, արյունը որպես օրգանիզմը շարժող ամենակարևոր բան, ինչ պիտի անեն մարդիկ բոլորս 60-ից հետո, որպեսզի արյան հետ կապված խնդիրներ չունենան, հաշվի առնելով որ դուք հիշում եք այդ ծերանալու բժիշկները եւ որ սկսում են ծերանալ ինչ են անում։ Կա դուք կարող եք հարցնել, կա ինչ որ ձև տրանս բանաներով ոնց մեսերից վերացնելու կամ քչացնելու եւ այլն։ Միանշանակ պատասխանը բժշկության մեջ դա չկա, տեսության մեջ, բայց հնարավոր բաներ կան, օրինակ, ֆիզիկական աշխատանքը, ֆիզիկական պարապմունքները, սպորտը, պահպանիչ տենց ուրեմն հնարավորությունները որոշ չափով դա կարող են բանանել։ Այստեղ մի հատ կարևոր բան կա։ Այսօր բժշկությունը աչքով չի կարող տեսնել, որ բջիջն է արդեն կատարել իր առաքելությունը, իսկ որը շարունակում է։ Դա կարելի անել միայն նուրբ, շատ բարդ իմունոլոգիական հետազոտությունների միջոցով, որը բոլորին պարզավոր հնարավոր չի։ Դրա համար տեսականորեն, եթե ակտիվ եք, եթե շարժունակ եք, եթե էմոցիոնալ կապ ունեք, եթե առաքելություն ունեք, որ կարծում եք պիտի կատարեք, հավատացեք, որ ձեր այդ բջիջները կպակասեն։ Դա այդ ծերացող բջիջները կպակասեն։ Ինձ խոսքի վրա պետք է հավատաք մենակ, ուրիշ ձևի չեմ կարող ապացուցեմ։ Դե ես կյանքի վրա եմ հավատում, բայց այստեղ մի ուղղակի մի հակասություն կան մարդիկ, որոնք ակտիվ են, կենսունագործունյա, մեկ էլ թելը կտրվում, առաքելությունն են վերջացնում։ Որոշակի առումով միգուցե եւ այո, բայց կարող է նես լինի, որ դեր ես դες ասել Լեոնարդո դա Վինչի չէր կարող մահանալ 48 կամ 44 տարեկան հասակում։ Նա պետք է ավարտի իր գործը նոր։ Միգուցե այդ ուժն է, որ թույլ է տալին մարդուն ավել գնալու, բայց դժվար է ինձ ասել, որովհետև կան բաներ, որը մեզանից այնքան լկախված չեն, ասենք դե օրինակ տրավման, տարբերակի պատահարները,
նույնիսկ ուռուցքային հիվանդությունները նույնպես կապված են դրա հետ։ Երբ որ օրգանիզմում ավելանում է այդ ծերացող բջիջների քանակը, տեսականորեն էլ ավելանում է հնարավորությունը ստանալ ուռուցքային հիվանդություն։ Ստեղ էլ այդ բանը կա։ Բայց ես չի ասի, որ դա 100%-անոց բան է։ Մարդիկ կան հարստության մեջ լողում են եւ հիվանդանում են, մարդիկ էլ կան, որ այսպես ասենք, աղքատ են, բայց ապրում են բավական երկար։ Աղքատ եւ առողջ։ Եվ առողջ։ Ну առողջը կասկածելի է, անպայման մի հիվանդություն կունենան, եթե նրանք չունեն ունևոր չեն, ուրեմն մի խնդրեմ եղել է, որ չեն ֆիզիկական, հոգեկան կամ չգիտեմ ինչ ձևի։ Երկարակեցությունը նաև կայացած առողջապահական համակարգի արդյունք է։ Այո, 100%-ով իհարկե։ 100%-ով։ Հիմա Հայաստանի Հանրապետությունում սպասվող կյանքի տևողությունը 74 տարեկից անց է։ Բանում Ճապոնիայում 90 է։ Որոշ մարդիկ մեր վերևի հարևանները ասում են 150 տարի պետք է ապրի։ Տենց ֆանտաստիկ բաներ կան, բայց որ առողջապահության համակարգը ստեղ կարևոր է, դա միանշանակ է եւ շնորհիվ դրան է եղել։ Պատվաստումները ինչ են արել։ Պատվաստումները փորձել են եւ փորձում են եւ անում են։ Կանխարգելել մահերը։ Հաստատ լավ կարգավորված առողջապահության համակարգում այ մարդիկ ավելի շանսեր ունեն ավելի երկար ապրելու։ Տեսեք, ասում շանսեր, հնարավորություններ, եթե լավ համակարգ առողջապահության մարդկանց շանսերը երկար կապրեն, ավելանում է այդ հաստատ։ Իմ հյուրերը, որ բժիշկներ են, երկարակյաց են։ Համակարգը կենսաբանությունը հասկանալու շնորհիվ է, անընդհատ սովորելու, որովհետև դա երկարատև մասնագիտություն է։ Մասնագիտությունից երևի արվեստին զուգահեռ մեկ էլ բժիշկներն են, որ դժվար կայանում են, երկար տարիներ են սովորում, համեմատած եւ հետո ամբողջ կյանքում են սովորում եւ ասում են, որ անընդհատ սովորելն էլ երկարակեցության բանալիներից մեկն է։ Ну, դա գիտեք, ինչին է վերաբերում, այն էմոցիոնալ կապին, որ դուք կապ ունեք ոչ թե մենակ մարդկանց հետ, այլև գրքերի, գիտության եւ այլն, դուք այդ կապը պահպանում եք, բայց որ բժիշկները ավելի երկար են ապրում, դա էլ շատ բան է, խնդրահարույց է, որովհետեւ կան բժշկական մասնագիտություններ, որ ճիշտ հակառակն է, օրինակ ասենք թե վիրաբույժները այդքան երկարակեցություն ստատիստիկայով եթե խոսենք, այնուամենայնիվ իրանց մոտ, բայց կան, իհարկե կան։ Ստրեսն է պատճառը այդ դեպքում։ Իհարկե ստրեսը, բայց բացի ստրեսից կան բաներ, օրինակ ասենք թե, ծխելը, տեսեք, թոքերի ռակը, կացկեղը ամբողջ աշխարհում առաջի տեղում է։ Տղամարդկանց մոտ առաջի տեղում է։ Թոքերի կացկեղի առաջի պատճառը ծխախոտն է։ Հիմա միանգամից իմ օպոնենտները կասեն, մեկը կար մինչև 100 տարեկան ծխում էր, այո, կարող է։ Ուրեմն իր առաքելությունը տենց է եղել, իր բջիջների այդ բանը, այդ ձևի է գրանցված եղել, ծրագրված եղել, որ իրանք ապրեն, բան չունեմ ասելու։ Բայց փաստա չէ, որ ամբողջ աշխարհում, ոչ թե մենակ Հայաստանում, ամբողջ աշխարհում առաջի տեղում գրավում է ուռուցքների մեջ։ Դուք կարող որ ուռուցքն ամենաշատ թոքերի կացկեղը։ Այն է տրամադրած մոտ։ Մեր երկրում էլ